Ահա անակնկալի եկա, որովհետև երկու ընկերուներ իմ դստեր, շատ գեղեցիկ աղջիկներ, որոշեցին մտնել կուսանոց, 20-21 տարեկան աղջիկներ են, և ես փորձում եմ հասկանալ, որովհետև մեր էթնիկի մեջ դա չկա, ինչ է դա, it's too brutal to take it, հիմնականում այսպես են այդ աղջիկները արտահայտում, որ ամուսնությունը սեքսի հետ կապված երևույթ է եւ սեքսը շատ կոպիտ եւ դաժան բան է, իրենք դա չեն ուզում։ Եվ դա շատ նորմալ է այդպես մտածելը։ Եվ նորմալ տղամարդիկ կան, որ նույնպես դա համարում են շատ գազանային եւ չեն սիրում, խուսափում են։ Ահա այսպեսիներն են հենց կանչված կրոնական կյանքի։ Ինչքանից հասկանում եմ, հայաստանցիները շատ սիրում են խոսել սեքսի մասին, բայց ես շատ վատ լուր ունեմ ձեզ համար, իզուր, որովհետև ինչպես նաև Սուրբ Եզնի կողբացին է ասում, ամուսնությունը դա երեխաներ ունենալու համար է, սեքսը դա երեխաներ ունենալու համար է, եւ եթե տղամարդը մոտենում է կնոջը հաճույքի համար, նա շնանում է, անգամ իր կնոջ հետ։ Եվ կինը շատ տարբեր, մանավանդ հիմա, որ տեսնում ենք ամեն ինչ սեքս ազատ եւ ինտերնետ եւ ամեն ինչով հասանելի է տեղեկություններ, կա որ տղամարդը եւ կնոջ մարմիններ անհամատեղելի են լինում եւ կինը երբեք ոչ մի զգացմունք չունի սեքսի նկատմամբ եւ ոչ մի տրփանք չի զգում, թեպետ տղամարդուն դա տրված է տրփանքը զգալը։ Բայց եթե ասենք կինը փոխում է իր զույգը մեկ ուրիշ տղամարդու հետ, հանկարծ նա հասկանում է, թե ինչ է այդ տրփանքը, եւ դա կոչվում է շնացում։ Հիմա իրենք ասում են, չհասկացա, բոլոր տղամարդիկ այդ պահին զգում են հաճույքը իրենց գազանության, բայց ինչու կինը պիտի միայն փաստորեն տանի դա, որպեսզի միայն երեխա ունենա, որտեղ է դրա տրամաբանությունը։ Ուրեմն ես կթողնեմ այս տղամարդուն, որովհետև նա ինձ հաճույք չի պատճառում, օրգանների հարց կա այնտեղ, համատեղելիության, արգանդի դասավորության կամ առնանդամի դասավորության, եւ կգտնեմ մի տղամարդ, որ ինձ լրիվ հաճույք կտա։ Եվ դա կոչվում է շնացում։ Եվ ինչպես տեսնում ենք, Աստվածաշունչը սեքսի մասին ոչինչ չի ասում, բացի այն, որ ահա կարդում ենք եւ նա իմացավ իր կնոջը, եւ այդ եւ Աբրահամի պարագայում եւ բոլոր պարագաներում տեսնում ենք, որ նպատակը միայն երեխա ունենալն է։ Իսկ ինչ է կատարվում մեր ժամանակ։ Մանբոց շրջապատում միայնակ մայրեր են։ Ուր են դրանց այդ երեխաների հայրերը ուր են։ Խոսում եմ մի սեղամորթ կնոջ հետ 30 տարեկան։ I hate men. Այսպեսի մի հսկա ցասունով ասում է, ես ատում եմ տղամարդկանց, ասում եմ, չես ամուսնանում։ Ինչ ամուսնանաս, դրանք ինչ են, ես 6 հատ երեխա ունեմ, ասաց, ես մանավսու ապշոց։ Բոլորը ինձ քաշում էին սեքսի մեջ եւ անհետանում։ Եվ ես այնքան հիմար էի, որ չէի հասկանում, որ սրանք անասուններ են։ Եվ ես իրեն միայն ասացի, հիմա քո խնդիրը պետք է լինի, որ այդ 6 երեխաներ իրար չատեն եւ փաստորեն լինի ընտանեկան միությունը եւ դա կարող ես անել միայն Հիսուս Քրիստոսով։ Այո, ասես ես աղոթել եմ տալիս իրենց, Աստվածաշունչ եմ կարդում, տանը խաղաղություն է։ Փառք քեզ Տեր Աստված մտածեցի։ Բայց ահա մանավանդ ամերիկուհիների, մեքսիկական կամ սևամորձակ ունեցողների համար նորմալ բան է, որը մի 4 տարի հետո իր ամուսինը պետք է անհետանա։ Նույն նաև կաթոլիկների մեջ է դեպ, այսպես կոչված քրիստոնյաների։ Եվ մնում եմ ապշած։ Emancipation, feminism, կնոջ ազատագրում, սա է կնոջ ազատագրումը։ Երբ որ տղամարդը թքած ունենա եւ իր երեխաների վրա, եւ իր կնոջ վրա, եւ նրա միակ նպատակը ուղեղի մեջ միակ միտքը բարարելն է իր կրքերը եւ նա գնում է այն կանանց հետևից, որ ովքեր բռնված են, կոչվում է
Չեզաբելի դևեր, այսինքն այն կանայք, որոնք գիտեն բավարարել ամեն տեսակի սեքսով այդ տղամարդուն, հետո տղամարդու միտքը մեռնում է եւ նա դառնում է ստրուկ այդ կանոջ, բացարձակապես անընդունակ է դառնում ինքնուրույն մտածողության, չեզաբել դիվահարություն է սա կոչվում եւ ցավոք սրտի տղամարդիկ միշտ գնում են այս չեզաբելների հետևից, որոնք ամբողջովին ծրագրված են նույն կերպ ինչ տղամարդն է իր հաճույքը վայելում եւ խափում կանանց, նույն կերպ ամենամանրամասն բիոլոգիայով իրենք գիտեն ինչպես ստրկացնել տղամարդուն եւ ի վերջո կործանում են նրան եւ տղամարդը դա երբեք չի հասկանում եւ փաստորեն կնոջ եւ տղամարդու այս միասնությունը Քրիստոսով չարիքը դարձրեց մինիմում Քրիստոս այդ չարիքը դարձրեց մինիմում երբ որ դու ընդունում ես ուխտը որ ահա այդ կնոջը դու պետք է ապրես միայն մինչև կյանքի վերջը եւ ինչպես կրոնական միաբանություն կատարես միայն քո ամուսնական պարտականությունը նայեք սեքսը այլևս կյանք չէ սեքսը այլևս իմաստ չէ դա ամուսնական պարտականություն է եւ եթե դու չես տեր կանգնում քո կնոջը եւ երեխաներին ինչպես Պողոս առաքյալն է ասում այդպիսիներին դուրս շպրտեք եկեղեցուց եւ ձեր միջից որովհետեւ նրանք հակաքրիստոսներ են այսինքն ինչ ես ասում կինը պիտի ծնի տղամարդը պիտի աշխատի եւ դա կոչվում է քրիստոնեական ընտանիք 10 երեխա ունի տղամարդը մի քանի տեղ է աշխատում գիտեք ինչ ես շատ այդպիսի ընտանիքներ էլ գիտեմ հնարավոր չէ այդ երեխաներից շատերը նորմալ չեն այսինքն թե տղամարդը աշխատում է որպեսզի վճարի բիլերը կինը շատ զբաղված է եւ ես միշտ տեսել եմ որ շատ անկարգ երեխաներ կան եկեղեցում բերում են խոսքս լատին ծեսի մասին նրանք են իսկական կաթոլիկները ոչ թե ուրիշ ասենք հայ առաքելական կամ ինչ որ եւ ահա հասանք նրան նաեւ որ եթե իրենց ուխտին հավատարիմ չեն մնում աբորտ են անում կամ կանայք 1-2 երեխայից հետո այլևս չեն բերում որն է այսօր Եվրոպայի վիճակը եւ այս իմաստով մահացան եւ սպիտակ ազգը white rights ասում ենք եվրոպական եւ անգլիան եւ ֆրանսիան չկա բնակչությունը ոչնչանում է եւ միացյալ նահանգներում ունենալու այս խնդրը որ գործարաններում աշխատող չկար դեմոկրատները բացեցին մեր բոլոր սահմանները որպեսզի մարդիկ ազատ մուտք գործեն դա էլ բնակչության պակասից եղավ բայց ցավոք սրտի Լատին Ամերիկան երկրները այնքան խելացի են որ նրանք բացեցին իրենց բանտերի դռները եւ ազատվեցին այս կրիմինալներից այսինքն այստեղ եկավ աղբ ոչ թե նորմալ մարդիկ եւ հիմա մենք փաստորեն նույն կատարվեց Եվրոպայով եւ մուսուլմաններին բաց թողեցին հիմա քրիստոնեական քաղաքակրթությունը ոչնչացնում է սիրելիներս եւ այդ քաղաքակրթությունը ինչպես ասացի նաեւ չի աշխատում ընտանիքներում որովհետեւ տղամարդը չի հասցնում աշխատել եւ վճարել իր բիլերը կինն էլ անընդհատ երեխա է ունենում նրան չի կարելի ոչ պաշտպանվել ոչ աբորտ անել եւ ստացվում է որ ոչ մի բան ներդաշնակ չի լինում եւ այս աղջիկները ինձ բացատրում են իսկ ինչու մենք պետք է մտնենք այդ խառնաշփոթի մեջ մենք ունենք հրաշալի միաբանություն առավոտյան ժամը 5-ին վեր կենալ աղոթել անել գործեր անասուններ էլ անգամ ունեն պահելու մի ընտանիքի նման ենք փառավորում ենք Աստծուն ոչ թե հանգիստ կյանք է ոչ դա հանգիստ կյանք չէ դա աշխարհանքի կյանք է դա մշտական աղոթքի ծոմերի կյանք է բայց դրանով ինչպես թե եթե դա կոչվում է դրանք փրկում են ամբողջ աշխարհը եւ իրենք էլ ասում են երբ որ ասում են բա դու որպես կին երեխա ունենալու ցանկություն չես ունենա ինքը ասում է բոլոր երեխաները իմ երեխաներն են ես այդպես եմ զգում այդպես եմ դիտում դա այդպես է որտեվ ես
սիրում եմ բոլորին, աղոթում եմ բոլորի համար, ինչպես թե որդեգրում եմ հեռվից հեռու բոլորին։ Սա էլ է ինձ լրիվ հասկանալի, կրոնավոր մարդիկ այդպես են։ Եվ ինչ կարող եմ ասել, ես չգիտեմ բանալին, թե քրիստոնեական քաղաքակրթությունը ինչպես փրկենք, ազնվությամբ ես չգիտեմ դրա բանալին։ Այ ինքս 30 տարի ես առիթներ եղան ամուսնության, կամ բայց ես ընտրել եմ մենակություն, ինչու՞։ Որովհետև that brutal act is disgusting։ Նույն բանը ինչ որ այդ աղջիկներն են ասում, normal չէ դա։ Եվ ահա բայց Աստված ստեղծեց այդպես, արդյոք այդպես ստեղծեց, ոչ, դրախտում ամեն ինչ այլ պիտի լիներ, դրախտում դա հոգևոր, մարմնի հոգևոր միություն էր, չեմ ուզում խոսել այդ մասին, եկեղեցին արգելում է խոսել այդ մասին, բայց ավանդույթը ասում է, որ Սուրբ Հովսեփը, Սուրբ Հովակիմը, Աստվածամոր հայրը եւ մայրը Սուրբ Աննան Աստվածամորը հղացավ Աննան, երբ որ Հովակիմը գրկեց նրան, ինքը վաղուց գնացել էր տաճար ընծայելու եւ տանը չէր եւ նրանք հանդիպեցին։ Հիմա այդ տեղում Երուսաղեմում կա Սուրբ Աննայի տաճար, որտեղ ես եղա եւ մտովի պատկերացնում է, թե ինչպես այդ տեղում հանդիպեցին Սուրբ Հովակին ու Սուրբ Աննան եւ ըստ ավանդության Աննան հղացավ Մարիամով, սեքս չի եղել։ Հավանաբար նույնը պիտի լիներ նաեւ երկնքում, թե դա ինչ միստիկ խորհուրդ է, մենք չգիտենք, չենք կարող ասել, բայց ինչքան հասկացանք, որ մենք այս շատ կոպիտ ճանապարհով անցնելով ունենք մի մխիթարություն, որ մենք բերում ենք հոգիներ Աստծո համար։ Այսինքն կինը ծնում է ցավով, ինչպես Տերը ասաց, եւ Ադամը աշխատում է քրտինքով, եւ ասում են լցրեք ամբողջ աշխարհը, բայց այդ հոգիները ժառանգում են Աստվածային թագավորությունը եւ ի Քրիստոս մենք բոլորս այդ թագավորության տերն ենք։ Բայց ահա սիրելիներս, կինը ստորանում է, տղամարդը նույնպես իրեն ստորացած է զգում այդ գազանային պահին, բայց նա ունի իր մխիթարությունը, այդ հաճույքը, որ շատ կանայք չունեն, եւ եթե առաքինի կանայք են, նրանք իրեն չեն փնտրում իրենց ճիշտ զույգին ըստ ֆիզիոլոգիայի, եւ նրանք դառնում են զոհեր, եւ ամեն ինչ չէ, որ դրան ընդունակ է։ Ինչ ասեմ սիրելիներս, համակեցությունը մեծ մեղք է, Սուրբ Պսակն է, եւ եթե վստահ ես, որ այդ Սուրբ Պսակը պիտի աշխատի քեզ համար, այլ լավ է լինես կուսակրոն։ Սա է միակ լուծումը։